Արդյոք adekvat է սպահին իշխանության քաղաքականությունը ստեղծված իրավիճակում։ Եթե ելակետ ընդունենք այն գաղափարը, ինչը իրավացի է, այսինքն Նիկոլի թուրքի ստրուկ լինելու գաղափարը, ապա այո, ամեն շատ տրամաբանական է, ինքը ոչ մի վայրկյան չի շեղվել այդ հակահայկականության իր ծրագիրը իրականացնելուց եւ որևէ վայրկյան չի շեղվել հայկական արժեքներին հարվածելու իրենց հիմնական գաղափարից։ Մենք այսօր հակակոռուպցիոն դատարանում ենք հենց նաեւ այդ տրամաբանությամբ, որովհետեւ Նիկոլը այն դհոլչի Արթուր Դավթյանի շնորհիվ կարողացել էր ինչ որ մի հատ sense կարկատան քրեական գործ սարքել նախագահ Սերժ Սարգսյանի վրա, բայց այդ գործը մի քանի տարի անգամ չդիմացավ եւ իրենց իսկ դատական համակարգում ուղղակի փլուզվեց եւ դրանից հետո որոշում ընդունվեց, որ պիտի կանգ չառնել որևէ բանի առաջ եւ խայտարակվել մինչեւ վերջ, այսինքն ինչքան սուտ եւ կեղծիք կա, պետք է արդեն այդ fake news-ի եւ perfect TV-ների էկրաններից բերել դատարան։ Միևնույն է Նիկոլի դատախազությունը եւ իրավապահ համակարգը չի տարբերվում ոչնչով իր Facebook-յան էջից եւ իր Facebook-յան fake-երից, որոնց ղեկավարումը իրականացնում է նույն ձև, նույն SMS-ներով եւ նույն մակարդակի։ Նիկոլը թիրախավորելու է հայկականությունը այնքան ժամանակ, քանի դեռ ինքը այսօր գոյություն ունի մեր հասարակական դիսկուրսում։ Ինքը բոլորիս շատ պարզ եւ շատ ուղիղ ասում է. այո, ես ատում եմ հայերին, ատում եմ Հայաստանը, ատում եմ հայկական հաղթանակները, ատում եմ հայկական Արցախը, ամեն ինչ որ մեզ ազգային ինքնության նկարագիր է տալիս, այն նախագահները, ովքեր մեզ պահել են տարիներ շարունակ անվտանգային միջավայրում, այնքան ժամանակ, քանի դեռ իրենք կարողացել են ապահովել մեր ազգային ինքնությունն ու արժանապատվությունը, այո, ինքը այդ ամեն ինչը ատում է եւ պայքարում է այդ ամեն ինչի դեմ։ Հետաքրքիր թե մեր արձագանքը որը պիտի լինի, ես շատ հույս ունեմ, որ այդ իրավական պատասխանատվությունը ու նաեւ հասարակական պատասխանատվությունը Նիկոլին վրա կհասնի, ձեր ասած այդ նույն հայախառն արտահայտությունների համար, մեր եկեղեցին թիրախավորելու համար, ինքը հիանալի մեզ բոլորիս հասկացնում է, որ այն ինչ որ կատարվել եւ կատարվում է Հայաստանում, դա մի ծրագրի մաս է։ Այդ ծրագրի կատարողը ինքն է։ Մեզ նետված է մարտահրավեր։ Ընդունում ենք այդ մարտահրավերը, պայքարում ենք Նիկոլի դեմ, հասկանում ենք, որ այդ պայքարը դժվար է լինելու, դա չի կարելի փաթեթավորել քաղաքական պայքարի շրջանակներում, չի կարելի քննարկման առարկա դարձնել Նիկոլի ասած ոչ մի ոլորտային հարց, կլինի դա եկեղեցու խնդիրների հետ կապված, հասարակական խնդիրների հետ կապված, որտեղ իր նպատակը այդ խնդիրները լուծելը չի, իր նպատակը կազմաքանդելն ամեն հայկականը։ Լավ, ինչպես եք պայքարելու, impeachment-ի մասին հայտարարվեց, բայց տեսնում ենք, որ անգամ ներընդդիմադիր շրջանակները չունեն, այսպես ասած, հանգուցալուծում, ավելին առաջարկում են ձեզ գնալ ՔՊ-ից ստորագրություններ բերել, հետո կմիանան ձեզ։ Իդեպ նախ ՔՊ-ից ստորագրություններ բերելու գործընթացի մասին ստացվում է թե ոչ, մեկնարկել է թե ոչ եւ այս դիրքորոշումներով պայքարը ինչպես եք պատկերացնում։ Դա կհարցնեք այն ձեր ասածով եմ ասում, այն ընդդիմադիրներին, ովքեր պայմաններ ունեն Նիկոլին հեռացնելու համար, ես երբեք պայմաններ չեմ ունեցել եւ ինչպես հայրենիքի փրկության շարժման ժամանակ որևէ մեկին չեմ հարցրել, դուք երաշխիքներ ունեք, այ Նիկոլը գնալու է, այսա լուրջ է, այսա հնարավոր է, նույն ձևի չեմ հարցրել դիմադրության շարժման ժամանակ, նույն կերպ, երբ որ 2021 թվականի այդ կեղծված ընտրություններից հետո պարզ դարձավ, որ մեզ մանդատներ են հասնում, ես 2021 թվականին գնալով ազգային ժողով չեմ մտածել, որ այ բա հնարավոր է, իսկ ավելի լավ չի գնամ տենց պարոն Սիմոնյանի եւ Նիկոլին վարչապետ ասելով կարողանամ ինչ-որ հնարավորություններ ինձ համար ստեղծել կամ գոնե այս 5-6 տարին մի կերպ բոլորեմ որ գնա։ Այդպես չի եղել, ցանկացած տեղ որտեղ կա պայքար, այդ պայքարը իր փողոցային դրսևորումը կստանա թե ազգային ժողովում արտահայտվի, միանշանակ այդպես է եղել։ Ասիկ impeachment-ի մասին ես երաշխավորված ձայն եմ եղել Նիկոլի համար 2021 թվականից սկսած այդ ազգային ժողովում եւ հիմա էլ ցանկացած նախաձեռնություն, որը Նիկոլի դեմ է, ես այդ նախաձեռնությունում վատ բառ եմ ասում, բայց պատրաստ եմ անգամ դրան գլխաքանակ եմ լինելու։ Ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում, ինձ համար դա պատվաբեր կլինի, եթե Նիկոլին հեռացնելու գործընթացում ես լինեմ որպես գլխաքանակ։